Փոքր ժամանակ շատ էի ուզում քույր կամ եղբայր ունենալ։ Ընկերներս բոլորն ունեին, ու ինձ էլ հաճախ հարցնում էին, թե ինչու ոչ քույր ունեմ, ոչ եղբայր։ Ես խնդրում էի ծնողներիս, լաց էի լինում, քույրիկ եմ ուզում։ Հիմա եմ հասկանում իրենց շփոթմունքը։ Այն ժամանակ նրանք արդեն բարեկված էին։ Մինչև այդ մասին ինձ հայտնելը ծնողներիս համար շատ դժվար էր, որովհետև ամեն քայլափոխի, օրինակ տեղ խմելիս, ես հարցեր էի տալիս. ինչի համար է, ինչ եք խմում, ու իրենք անընդհատ լարված էին։ Երբ իմացա, սկզբում շատ էի վախեցել, ահուսարսափի մեջ էի, մտածում էի, որ հիմա ես էլ եմ հիվանդանալու, հետո սկսեցի ամաչել ծնողներիս համար, հետո հորս առողջություն սկսեց օրեցօր վատանալ, ու նա մահացավ։ Հիմա էլ մայրիկս է նիհարում, լուծված է, բայց խնդրել է ոչ մեկին չասել իր հիվանդության մասին, ես առանց իր խնդրելու էլ չէի ասի։ Զգում եմ, որ եթե պատմեմ, էլ ոչ ոք ինձ հետ չի շփվի, էլ ընկերներ չեմ ունենա, կմնամ մենակ ու բոլորի կողմից լքված։ Մարդիկ իրար կասեն, հեռու մնացեք դրանից։ Եթե մեկն ու մեկը իմանա, մյուսներին էլ կասի։ Մանավանդ մեր դասարանցիները շատ անգրագետ են։ Կարծում են, որ եթե դիպչեն միավ ունեցող մարդու, կվարակվեն։ Ես դրանից շատ եմ նյարդայնանում, փորձում եմ բացատրել, բայց օգուտ չունի, ասում եմ, դրանց պետք է վառել, ուզում եմ բղավել երեսներին, որ ես ինքս ամեն օր շփվում եմ նման մարդկանց հետ ու չեմ վարակվում։ Դրա համար էլ ոչ մեկին չեմ հրավիրում մեր տուն, չնայած շատ կուզենայի ծնունդս նշել։ Համ էլ մեր տունը գրեթե ավերակ է։ Հայրիկի մահից հետո մեր վիճակը շատ վատացավ, ապրում ենք տատիկիս թոշակով։ Բարեկամներ շատ ունենք, բայց չեն օգնում, աշխատում են մեզանից հեռու մնալ։ Հայրիկի հիվանդության լուրը տարածվելուց հետո բարեկամների մեծ մասը դադարեց մեր տուն գալ, մի քանիսն էլ, որ երբեմն գալիս էին, կարծում եմ չուզելով էին դա անում, որովհետև երբ սուրճ էի հյուրասիրում, միշտ հրաժարվում էին։ Անհավանական լուրեր էին տարածում, իբր հորս դիակը վառել են, հետո էլ Սանեպիդ կայանից եկել ու ախտահանել են ամբողջ շենքը։ Հորս մահվան օրը հորաքույրս ամբողջ ժամանակ բերանը անձեռոցիկով փակել էր, որ հանկարծ չվարակվի։ Ինչ-որ բանի դիպչելիս էլ ձեռքը նախապես կտորով փաթաթում էր։ Ուզում էի սպանել այդ կնոջը։ Միայն մի ինտերնետային ընկերուհի ունեմ, որն ինձ հասկանում ու մխիթարում է։ Ասում է վատ միս կա, մենք ամենքս էլ կարող ենք լինել քո իրավիճակում։ Նրա հետ զրուցելիս տրամադրությունս բարձրանում է, բայց դա երկար չի տևում։ Չգիտեմ, իրական կյանքում էլ այդպիսին կլիներ, թե արվից հեշտ է։ Երբեմն մտածում եմ, երբ ամուսնանամ, ոնց եմ ամուսնուս ասելու ծնողներիս մասին։